Շայցնեք թե ինչ է տեղի ունեցել, թե ավականու անդամի ձեր դաշինքի տեխնոլոգիաներից մեկին են արևանգել, ինչպես տեղեկացանք, եւ հաստատված Սուսափովն հայտնել է, որ քրեական ոստիկանությունում է մանրամասներ արդեն քամտել տեղեկացան։ Ճիշտ ասած, ես չգիտեմ արդեն գտնվել է որտեղ է։ Ես ես որ բաժնում է։ Հա, ես մինչև այս բանը տեղյակ չեմ, որտեղ իմ մոդելի նույն ինֆորմացիան է, որ տեղը անհայտ է։ Արսեն Բաբայանը նշել է, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներ են ձերբակալել։ Հա, իրան է տարան հակակոռուպցիոն, նորմալ է։ Դե այդ բդի անի էլի, շիբինի, չգիտեմ ինչ է, փեդի կամ չգիտեմ էլ ինչի։ Ուրեմն էս է, բոլորի դաշքի առաջ է, այն ինչ որ կատարվում է Գյումրի քաղաքում, ժողովրդական բաստիոնում, ազատ արդար թափանցիկ ընտրություններ են տանում եւ բոլորս ականատեսնենք, թե ինչ է կատարվում, կոնկրետ այս ամեն ինչը արվում է մեծամասամբ մեր դեմ, տարբեր տեսակի լուրեր ենք ստանում, ընդհուպ մինչև տեղամասերում, հանձնաժողովականները քվյաթերթիկները տալուց, մարդիկ զանգահարում են գրասենյակ, գալիս են, մտնում, ներկայացնում են դժգոհություններ, բողոքներ, որ 8-րդ համարի քվյաթերթիկը մարդկանց չի տրվում։ Մարդիկ, այսպես ասեմ, հասկացան, ճոգեցին, որ չկա 8-րդ համարը մեջը, չկա 8-րդ համարը, գնացին ինչ-որ մի ընտրություն անելու, արեցին բրզան։ Ով որ կոնկրետ արդեն ման է գալիս 8-րդ համարի քվյաթերթիկը, այդ մարդիկ նոր հասկանում են, որ քվյաթերթիկը չկա ու փորձում են բացազարինել այդ խնդիրը ու պահանջել 8-րդ համարի քվյաթերթիկը։ Ես կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք բոլոր քվյաթերթիկներին, որպեսզի բոլոր քվյաթերթիկները մարդկանց տրվի, պարտադիր տրվի, քանի որ քաղաքացիներ կան, որ նաև կարող են տեղում կողմնորոշվել իրենց քվեարկությունը անելու եւ տեղում չգտնելու պարագայում, չգիտեմ, այդ մարդիկ համենայն դեպս իմ պարագայում ես գտնում եմ, որ այստեղ ես կոնկրետ շատ լուրջ տուժում եմ այս առումով։ Երկրորդը, հավականու անդամության թեկնածուներին, մեր քաղաքը դաշինքի, իմ թիմագիցներին մեքենաներն են կանգնացվում կամ վարորդներով կամ առանց վարորդների մեքենաները տարվում է, չգիտեմ ուր են տանում, ամենայն դեպս մեզ համար անհայտ ուղղությամբ մեքենաները տարվում է։ Արհեստական կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում մեր աջակիցների հետ, լարված իրավիճակ է։ Մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողել ենք, մեր թիմագիցների, աջակիցների, ավականու թեկնածուների հետ զբաղված ենք, որպեսզի կարողանան պահպանեն հանդարտությունը։ Հանգիստ լինեն, պրովոկացիաների չկնան, քանի որ դուք տեսնում եք ամեն րոպե արդեն քանի օր է, այո, նյարդի վրա են խաղում, փորձում են, որ այսքան բան արեցին, չեն կարող հունից հանել, չեն կարող հավասարակշռությունից հանել, որպեսզի լուրջ սխալ թույլ տանք, բաց թողում անենք, որով կարողանան հիմք ունենան, ես հասկանում եմ, ամեն ինչ անում են, իշքան հասկանում եմ, հիմքեր ստեղծեն, որպեսզի կարողանան իմ թեկնածության հարցը վիճարկեն, որպեսզի կարողանան այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները ժամը 8-ից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Մենք պահպանելու ենք հանգստությունը, սա ինձ համար նոր կարգավիճակ չէ, ընտրություններին նմանատիպ բաների միջով անցնելը ես սովոր եմ, դուք էլ լրատվամիջոցները երևի թե այս ընթացքում հետևել եք, տեսել եք, որ հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը եւ տղային ձերբակալեցին, տարան, այդ ժամանակ ես նորից կարողացել եմ հավասարակշռվածությունը պահել ու օրենքով սահմանված կարգով ամեն ինչ ընթացքի մեջ պահել, նույնիսկ այդ հոգեվիճակում ես կարողացա գնալ դեբատի, հանրային հեռուստատեսություն եւ ամեն ինչ նորմալ անցկացնել, այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից երբ որ ազատեցին
վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթերությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ եմ պլանավորում իմ դեմ անելու ու իմ թիմագիստների դեմ անելու։ Այո, այս պայթերությամբ ես ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որովհետեւ չլինի թիրախավորել անկախ նրանից, որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պայթերությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վարքյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոմնորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմագիստները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ սուտ կամ արեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել, որ ինձ վնասնի։ Եվ ի վերջո ձեր կարծիքով եկել է հակակոռուպցիոն տարելը ինչի համար, ինչ տեղեկությունների։ Մենք մինչև այս պահ ժողովուրդ նույնիսկ չգիտենք, մեզ զանգահարեցին, ասեցին, որ Խալաթյան Անահիտն էր մեր բանով, այսինքն այո, տեղեկանալով, ճանաչելով, մարդիկ ճանաչելով զանգեցին, ասեցին, քաշքշելով այդ կնոջը ու հետո նոր քիչ առաջ ասեցին, որ ինքը ավականու անդամության տեխնազու է, ինքը կարող է ընդրա տեղամասերի տարածքները գնալ։ Թիմակցին հեռացրել տարածքից կամ այնտեղից որտեղ ինքը եղել է, չգիտեմ։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ես այս պայթերությամբ նույնիսկ ձեզանից իմացա, որ ինչ որ արդեն տեղը գիտեք որտեղ է, մենք բացարձակ Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ Գյումրին հասավ այս ընտրությունների արտահայտությունների շեմին, քանի որ էլեկտրական հետապնդումներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները, հատկապես Բալասանյանի որդու հետ կապված գործերով, ստիպված հրաժարական տվեցին, որ ընտանիքը զերծ պահեն նման քրեական գործերից ու իրենք զերծ մնան։ Հիմա ձեր թիմագիստներին, ընտանիքի անդամներին քրեական գործերով փորձում են լրացնել։ Կարող է գա ինչ-որ մի բան, որ դուք էլ հետ քայլանեք։ Դե հիմա տեսնում եք իմ ու Բալասանյան դաշինքի տարբերությունը։ Տեսնում եք, որ պայքարում եմ։ Այդպես է պայքարելու եմ ինչև վերջ։ Այսինքն տեսնում եք, որ հետ քայլանող մարդ այսքան լրատվամիջոցների դեմը այսպես նստած հստակ, վստահ իրեն կպահեր, բացարձակապես հետ քայլ չունեմ անելու։ Բայց թիմագիստների վրա վստահ եք։ Իմ թիմագիստների վրա էլ ունեմ վստահություն, իմ վրա վստահ եմ, նաև վստահ եմ ձեր վրա։ Լրատվամիջոցների վրա, որ մի վարյան էլի, թողեք ես, եթե հարց եք տալիս, թողեք ես ավարտեմ։ Այո, հենց որ դուք ես ադնի չեք տնի, Վահե ջան, ձեր ասածի պես ու ձեր աչքի առաջ է, այն ինչ որ կատարվում է։ Հիմա ինչ մտավախություն։ Ես 7 տարի բացարձակապես ոչ մի խնդիր չեմ ունեցել ու իմ վրա այսօրվա դրությամբ այդ շիբինը, որը ի սկզբանե ծիծաղելի էր, հումորի տվեցինք, մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, գնացեք դուք ձեր շիբինը արեք, հումորի տվեցինք, մտածեցինք, որ դե իրավիճակային բան էր, բայց պարզվեց, որ մարդիկ լուրջ կախնելու տեղ ունեն եւ կախվել են դրանից։ Այս պայթերությամբ չեմ կարող այդ մասին խոսել, ուղղակի իմ
բնույթը իմ տեսակը թույլ չի տալիս, որ դուք երևի արդեն հասցրել եք ինձ ճանաչել, որ ես այդպես այն տեսակը չեմ էլի, որ վայ տեսեք, ինձ հետ այսպես այնպես, եթե կա կոնկրետ բան, ես կխոսեմ կոնկրետ դեպքերից, բայց այն որ կա ու սպասվում է, այս բայի դրությամբ իդեպ ասեմ, ինչ ուզում են թող անեն։ Ինչ ուզում են թող անեն, ինչ անում են գյումրեցիների աչքի առաջ է արվում, գյումրեցիները լավ կտեսնեն ու ուղղակի հարցը այն է, որ իրենք գյումրեցիներին լավ չեն ճանաչում։ Իրենց ձենը տակ տեղից է գալիս, գյումրեցիները էլ ավելի է բարձրանալու։ Կտեսնեք իշքան եք երազանցելու։ Բայց այս գործընթացները ներողություն ձեզ են ավելի շատ ձեռնարկում։ Դե եթե հիմա իմ ամբողջ թիմը այս պայի դրությամբ պարալիզացված է, մարդիկ չեն կարող, մարդիկ ունեն իրենց աջակիցները, մարդիկ ունեն հանդիպումներ ունեցած, մարդիկ ինչ-որ մարդկանց պիտի օգնեն, պիտի ընտարաճեն, ինչ-որտեղ մեկենաները, մյուսը, բոլորը պարալիզացված են, մարդիկ համատարած ճնշված են։ Այդտեղ եթե կա ձեռնտու տարբերակ, որ դու ոչ մի բան չես կարող անել, քեզ սահմանափակում են, ես թիմագիստներից մասին են խոսքը, որ իմ թիմագիստները են մարդիկ, ընդրողը իհարկե չի վախենա, ընդրողները շատ ուշադիր կհետևեն այդ ծև բերետավորներին ու կհասկանան, ինչ է նշանակում այդ ծև բերետավորները ու ինչ են ուզում այդ ծև բերետավորները գյումրեցիներից։ Դա չէ խնդիրը, խնդիրը այն է, որ եթե ասում եք իմ օգտին, ես ժամանակին էլ ասեցի, չէ, իմ բնույթը, իմ խառնվածքը, իմ նաև սպորտային այդ կեցվածքը ինձ հնարավորություն է տալիս, որ այդ հարցակումները օգտագործեմ այդ հարցակվողի դեմ ու ի նպաստ ինձ օգտագործեմ այդ ամեն ինչը, հիմա դե հարցակվողն է պիտի հասկանա հարցակվի, ինչ տարբերակով հարցակվի, այդտեղ ես մեղ չունեմ, որ իրենք չհաշվարկած հարցակումներ են անում, հետո այդ իրանց դեմ է աշխատում, իրանց, չգիտեմ։ Գորիսի օրինակով ռեպրեսիոն գրիչ ազդեցություն ունեցավ, մանավանդ որ Գորիսը հենց առաջինն էր համապետական ընտրություններից հետո, գոնե այդ օրինակով հիշում ենք, որ շատ մեծ ճնշումներով փորձեցին հասարակությանը նաև տներից դուրս շվերել, բայց լրիվ հակառակ էֆեկտը տվեց եւ ընդդիմադիրը վերջում նստած Արուշարուշանյան ընտրվեց։ Նույնը փորձեցին անել դա Կապանով։ Հիմա այստեղ այս ռեպրեսիաները ձեր կարծիքով հակազդեցություն ունենան մյուս կողմից։ Ինչու՞ հենց ձեզ անընդհատ իրախավ, դուք ինչ բացատրություն ունեք, որը գուցե մինչ այս պահը չեք տվել։ Ուրեմն ամբողջ ընթացքում սիրելի լրագրողներ, ես կխնդրեմ էլի հնարավորինս այդտեղ լռություն պահեք։ Ուրեմն այս ամբողջ ընթացքում դուք տեսել եք, որ ես ամենահավասարակշռված, ամենազուսպ քարոզարշավ անողն եմ եղել։ Ես էլի եմ ասում, ես հարգում եմ իմ կարգավիճակը, ես հարգում եմ այն ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, այսինքն որպես ազգային ժողովի պատգամավոր, եւ ես լավ հասկանում եմ այս նոր նախընտրական թրենդային վիճակները, ինչ պիտի անես, որ թրենդային լինես TikTok-ում կամ մյուս տեղերը, ես հարգելով ինձ, հարգելով իմ կարգավիճակը որպես ազգային ժողովի պատգամավոր, ես նաեւ տեխնացություն եմ առաջադրել, հարգելով Գյումրեցուն, Գյումրի քաղաքը, ես զերծ եմ մնացել այդ ամեն ինչից ու գնացել եմ դասական քարոզարշավի, այսինքն քաղաքական process-ը ես գնացել եմ լուրջ քաղաքական process-ների ներկայացրել եմ իմ ծրագրերը, նաև ժողովրդին ներկայացրել եմ, որ այո, պետք է լինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ քարոզարշավի ընթացքում, նաև մեկնաբանել եմ, որ վաղը մյուսօր ժողովուրդյան ավելի շատ վերահսկվելի է լինելու այդ քաղաքապետը ու ավելի շատ այդ միջոցները ծառայեցվելու է մեր քաղաքին։ Ամեն կերպ փորձել եմ ոչ մի կարմիր գիծ չհատել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո նույնիսկ քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Ես ամեն ինչը հաշվարկած արել եմ եւ հաշվարկածը տանելու եմ։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որբիսի այդ հիմք դառնա վաղը մյուսօր նորից լարվածությունը շարունակվելու։ Ես այս փակելու եմ այս կանով, այս ամեն ինչի մեջ, այսինքն ընդրականի այս ընդրական process-ների մեջ ու պահելու եմ հավասարակշռվածությունս ու այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, ոչ մի լարվածություն այս քաղաքում չլինի։ Ճիշտ է, ամեն ինչ անում են ի սկզբանե, որ տեսեք ինչ է լինելու Գյումրիում, տեսեք ինչ են անելու, այսօր բոլորը տեստեղ եք։
ով ում թիմի հետ ինչ արեց։ Տեսեք ինչ է անելու Մարդուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի թիմերը, իրար են էս անելու, այն անելու։ Տեսակ որ ոչ մի բան չենք անելու։ Մենք գյումրեցիներ ենք։ Բերեք թողնենք Վարդան Ղուկասյանին, ինքը մեծացել է, տարիք առել է, հասկացել է ամեն ինչը, կարևորը ինքը արդեն տարիքն առել է, հասկացել է։ Մենք էլ ժամանակ ունենք մեծանալու, այնպես որ նորմալ է։ Ես այդ ամեն ինչը նորմալ եմ ընդունում, բացարձակապես այդտեղ ինքը ես չեմ ընդունում վիրավորական բան, նորմալ է, հրապարակայում նորմալ է։ Պետք է մեծանալու իսկա։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, մենակ ձեր Դե ուրեմն այդ իր խոսույթն է, տեսնում եք, ինձ համար կոնկրետ այդ ինձ համար ասած չէ, ինքը որ տարիքով մեծ է, տարիքով ավելի ջահել մարդկանց ասում է մեծանալ, ես նորմալ եմ ընդունում, յուրաքանչյուր մարդ է Գրիգորիչի ասածի պես երեխաները պարտավոր են մեծանալու, այնպես որ նորմալ է։ Տեսնում եք, տրամադրությունը լավ է, հումորը տեղն է, դուխներս տեղն է։ Այստեղ կինոներ են սպասվում, ենք մնանք։ Այսինքն Երևան էիք ուզում գնալ, չէ, կինոները նոր են սկսվել, ժողովուրդ ջան, կարող եք մնալ։ Ձեզ ամեն ինչը ասում է, որ այսպես ասած հումից դուրս գաք ու ինչպես ասում էին Գյումրի կրիմինալ քաղաք է, այդ կրիմինալ քաղաքերը սկսեն։ Տեսան, որ իրար մեջ ընդդիմադիրները այդ բանը չի ստացվելու, հիմա այդ ամեն ինչը դառնալու է իշխանություն ու թեկնածուներից մեկի թեման են դարձնելու, սարքելու են այդ ամեն ինչը, բայց այդ է չի լինելու, այստեղ մենք քաղաքի մեջը մենք բոլորս իրար լավ գիտենք, բոլորս իրար լավ հասկանում ենք, ուրիշ բան Երևանից մեկին բերեն, որպես գյումրեցի ներկայացնեն, գցեն առաջ ինչ-որ մի բաներ անելու, բայց մենք այդ հասկանում ենք, այստեղից է կոչ եմ անում իմ թիմագիցներին։ Թիմագիցներ ջան, տղեկ ջան, բացարձակ պրովոկացիայի չգնաք։ Լսեք, ընկալեք, ընդունեք, չտրամադրվեք, որ դուք ով եք գաք Գյումրի, Մերեդեսևի, Էնցևի, այդ տղայական բանը մեջները չաշխատի, դուք Գյումրիում եք, դուք ձեր քաղաքում եք, ընդունեք որպես հյուրի կարգավիճակով, հյուր են եկել են, մարդ է, հաշվեք եկել են, չեն տիրապետում, չգիտեն որը դով եք, կարող են այդպիսի բաներ թույլ տան, նորմալ է։ Էս էլ կանցնի, ամեն ինչ կանցնի, մենք այս քաղաքի մեջը գլուխներս բարձր մանենք գալու, շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում։ Մտածեն են մարդիկ, ովքեր որ ամաչելու են վաղը կամ այսօր ժամը 8-ից հետո գլուխները բարձրացնեն այս քաղաքում անգամ։ Իհարկե ներողամիտ եմ գնում։ Ես չգիտեմ, այդ բնութագրելը դուք բնութագրեք, դուք ավելի լավ եք տեսնում, դուք ավելի լավ եք հասկանում, դուք ավելի շատ մարդկանց հետ եք շփվում, նաև հասցրած կլինեք գյումրեցիների հետ շփված լինեք, ցավոք սրտի ես ժամանակ չունեմ, ես հազիվ թիմագիցներից հետևից եմ գնում, որ նայեմ ում որտեղ ինչ ղարևանգեցին, ինչ արեցին։ Իշխանության տեխնատուն ասում է, որ մեկը չի ծնվել, որ իրեն ապտակի, ինչ կարող եք ասել, եւ ասում եք դուք հերքել եք, բայց որ դուք հերքում եք, որ հաստատում։ Ես ուրախ եմ, որ իշխանության տեխնատուին ապտագողը դեռ չի ծնվել։ Մենք մի փոքր ուշ եկամ, խնդրում եմ ասեք նման դեպքեր, որ ասում եք ավելանում են, քանի նման դեպք եք արձանագրել ու այդ արձանագրածի վերաբերյալ ինչ եք արել։ Առայժմ նաև գրել էիք սա տեղամասերում, որ ձեր քվեաթերթիկները չեն տրամադրում ես մասով։ Հա, այդ մասով ուղղակի արդեն ասել եմ, չգիտեմ, կրկնվելը նաև լայվ է գնում, կրկնվելը այդ մասով ասել եմ քվեաթերթիկների հետ կապված, որ դժգոհություններ, բողոքներ կա, որ 8-րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց, այդ ահազանգն ենք ունեցել, մյուսը առևանգման հետ կապված ավագանու անդամության տեխնազուին մասով է ու մեքենաները, որ կանգնացվում է կամ կանգնած տեղից մեքենաները գալիս են, տանում են անհայտ ուղղությամբ մի խոսքով այն վիճակն է, որ ճիշտն ասած ձեր գալու ժամանակ ինձ հասել է այդ ահազանգերը, ես Facebook-յան էջով էլ հայտարարություն դրեցի ու այդ ժամանակ արդեն դուրը բացեցիք տեսա որ եկել եք ես
ընտրական իրավունք խախտելով հրաժարվում են տալ ձեր 8-րդ համարի քվեատվի։ Դե երևի այսպես կարող եմ վերլուծել, որ պատահականության վրա են այդ ամեն ինչը տանելու, որ պատահականություն է, թե չէ այդպես բացահայտ դիտավորություն չպիտի ներկայացնեն իմ կարծիքով, էլի։ Ընտրախաղանները իմիջիալով շատ են, մենք նույնիսկ այսքան մեծ թվով գործընկերներով չենք հասցնում բոլորին միանգամից արձագանքել, սա ինչի մասին է խոսում, եւ կուտակումներն են շատ եւ միջադեպերն են շատ, ոստիկանությունը կարծես շատ լոյալ է վերաբերվում, նույնիսկ դեպք եղավ, որ մենք զորով, այսպես հարկադրանքով կարելի ասել, նրանց մղել ենք աշխատանքների իրականացման։ Շամը քանիսն է այս պահին։ Դա Սարիքի թաղամասում էր, այսինքն իշխանական տեխնացուի թաղամասում։ 6-ից 7-ից հետո չէ 6-ից հետո սկսվելու է, ժողովուրդ ջան, 6-ից հետո այս հանգստությունը, հանդարտությունը հասկանալի է, սպասելի է, 6-ից հետո է խառնաշփոթը լինելու, մենք սպասում ենք, մենք նաև պատրաստ ենք։ Պարոն Գրիգորյան, ներողություն այս թեմային էլի անդրադառնանք, նաև ձեր կնոջ քվեարկության վերաբերյալ տեղեկատվություն տարածեցին, որովհետև քաղաքացի լինելով հանդերձ նա այսօր քվեարկել է նաև խնդրեմ դրան անդրադառնալ։ Ընտրակեղծիկ է, էլ է ընտրակեղծիկ։ Տեսնեք իշխան հնարավորություն ունեն, որ այս իշխանությունների օրոք կարող եմ ընտրակեղծիկ թույլ տալ եւ ՌԴ անձնագրով քվեարկություն կազմակերպել։ Տեսեք, իշխան հնարավորություն ունեմ, դե այդքան հնարավորություն ունեցող մարդուն աժի այսքան նեղացնել։ Մենք հումորը տրամադրությունն է։ Իհարկե, Գյումրեցին հումորը կորցրեց, լավ չի լինի։ Իշխանական տելեգրամյան նարիքները այս դեպքին անդրադառնալով արդեն տարածում են, որ երկու հոգի Մարտուն Գրիգորյանի տեխնացուներից տարել են կաշառքի գործով։ Նոր բան է արդեն, հա։ Դե տելեգրամյան ալիքները իշխանական եւ իշխանական։ Ուրեմն մի բան էլ ես ավելացնեմ, մեկ էլ նաև գումարն էլ դու ավելացրա, կոնե գիտենամ ինչքան եմ տվել։ Հա? Չէ, ուզեմ ասեմ, այստեղ կաշառքը արդեն կա, տվել են, գումարի չափն է դու ասամ, եկից ֆուլ ինֆորմացիա լինի, էլի։ Վայ, ես ինչ է կատարվում ես։ մեքենաները դու գործում Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան պիտի հասկանանք։ 2 օր է մենք հակակոռուպցիոնով ընտանիքիս անդամները վարչական այդ ինչ էր կիրառել են, վարչական վարույթ կիրառելով տղայիս, հորս, ավագանու անդամության տեխնացուներից մեկին, նաև մեր աջակիցներից մեկին, այն մյուսներին կարող է այս բային չհիշեմ քանի հոգու, այդ նույն այդ սահմանափակումները, բրասլետները գծած է ձեռքերին, ոտքերին այդ մարդկանց ու հակակոռուպցիոնը ամեն րոպե այդ աշխատանքները մեր նկատմամբ տանում են ու Մարտուն Գրիգորյանը այդ կարգի հնարավորություն ունի, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով մի հատ էլ ընտրակաշառք է բաժանում։ Մալադեց, ֆանտազիաները վերջն է։ Այս, չգիտեմ, խոսում է ուժեղության մասին, ուրիշ բան մասին, այն ինչ որ ներկայացվում է, որ մարդը ունի հնարավորություն, էլի։ Մենք բարկած, որ հնարավոր է հանկարծ իրենք հասկանան ինչ որտեղ կարող են պարտվել եւ գնան ընտրությունները չեղարկելու ճանապարհով, որովհետեւ այսպիսի սցենարը Դե ես կարծում եմ, որ մենք տեխնացուներս հնարավորինս մաքսիմալ աշխատելու ենք, որ թույլ չտանք, այդ սցենարը իրականություն չդառնա, քանի որ ժամանակին է որ նախնական պատկեր Ես կարծում եմ, որ այս լարվածությունը ժողովուրդ ժամը 5-ն է հասե տեխնացուի ավագանու անդամներից մարդ են ձերբակալում այդ հակակոռուպցիոնով մյուսով հասկանալի է, որ մենք այստեղ նստած իրավիճակին չենք տիրապետում, թե ինչ է կատարվում։ Իրենք, որ այդ ռեպրեսիաները անում են, երևի իրենք տիրապետում են, թե որտեղ ինչ է կատարվում, որ տեխնացուի օգտին ինչ է կատարվում եւ ըստ այդմ իրենք սկսել են իրենց աշխատանքը։ Այո, ես կարծում եմ, այո, այստեղ ընդամենը խանգարելու խնդիր եմ տեսնում։
որ մենք գնանք ռեպորտաժը սկսենք պատասխանել, արդյոք հավաստի են դուրերը։ Բայց ձեր խոսափողը արդեն կա, լայվերն է գնում են, հնարավոր չէ օգտագործենք այդ բանը, արդեն երրորդ կրուգ եմ ես ամեն ինչը ասելու։ Լավ մարդկա Չէ, ես խնդրանքը այնպես չի, եթե ձեզ համար նորմալ է, ես նորից կրկնվեմ, նույն Արտիստները երկու հոգի չեն ձերբակալված անձիկ, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներից մեկին հայտնել են, որ Ավագ Համբուրգ Տեխնազուն եւ մի շարք այլ անձիկ ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից հանցանք կատարելու անմիջականորեն կապված կասկածի հիմքով։ Հա, այս բանին արդեն հանցանքը կատարել է։ Արագ աշխատում են։ Դե այս կան լրատվամիջոցներ այստեղ աշխատում են, այնտեղ մի երկու հետ կան մասնագետներ են աշխատելու, որ արագ ինչ-որ բան ստանան։ Այս է նոր բան չունենք ասելու, սկսվել է տեխնազուներին, ավագանուն տեխնազուներին առևանգել, տանել, հետո քրեական գործեր փորձել մարդկանց վրա հարուցել, մյուսներին վախեցնել, վախի մթնոլորտ տարածել, որպեսզի այն մարդիկ, այն ակտիվը, այն գյումրեցիները, ովքեր որ ինքնակամ այս 2-3 օր էլ չգիտեմ, ես ոնց ասեմ, որ հետո ուրիշ բան չվերագրեն։ Մի խոսքով ամեն ինչ հասկացել են եւ պատրաստ են իրենց քայլերը անելու։ Հիմա մարդիկ մտածում են ոնց անեն, որ այդ մարդիկ մնան տները կամ այդ մարդիկ մտափոխ լինեն, իրենց մտածածը չանեն։ Պատշաճ կերպով փողոցից կրկաշ տարել են։ Տարիքով 70 տարեկան կնոջը։ Ու հակակոռուպցիոնով դատելու են մեր Խալաթյան Անահիտին։ Նորմալ է։ Անահիտը իդեպ ասեմ Անահիտը ինձ նվիրված, Անահիտը ինձ հարազատ, Անահիտը ուժեղ կամ գիտեր, ցավոք սրտի առողջական պրոբլեմ ունեցող, նաև հաշվի առնեն դա, որ առողջական խնդիր ունի այդ կինը, ու ինձ համար հարազատ ուժեղ մարդ է, անտավաճան մարդ է, եւ այս պայծրությամբ թիրախավորում են այդ մարդկանց։ Բայց Անահիտը կհաղթահարի, անկախ նրանից, անկախ իր տարիքից, անկախ այդ դժվարություններից Անահիտը կհաղթահարի, ես էլ Անահիտի թիկունքին կանգնած եմ։ Հա, ո՞րն է դա այդ կնոջը թիրախավորել ձեր կարծիքով, որ գուցե ճնշվի տարիքից նաև ելնելով։ Ձեր կարծիքով չի ճնշվի, բայց ինքը ունի բավականին մեծ հնարավորություն ու նաև ընտրազանգված ունի, այս պայծրությամբ ընտրազանգված ունեցող մարդկանց են թիրախավորում։ Անահիտը ունի մեծ ընտրազանգված։ Խիստ կասկածում եմ, բայց ես էլ հիմա պետք է փորձեն ճնշեն Անահիտին, բայց Անահիտը ուժեղ է, Անահիտը դիմանում է։ Պարոն Գրիգորյան, քանի տեխնազուի հետ այս բանին չեք կարողանում կապ հաստատել, որովհետև իշխանական լրատվամիջոցը գրել է, որ մի քանի հոգու են դարել։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, այսպես որի մասին ինֆորմացիա ստանում ենք, որի մասին Ես Անահիտի մասին եմ ինֆորմացիան ստացել ու հարցազրույց եմ տալիս, շտաբը հիմա ինձ ոնց ծանուցի։ Չէ, մամուլի չեմ իմացել։ Անահիտի մասին մենք ենք ինֆորմացիա տվել, որ հետո շտաբն է տարածել այդ մասին։ Հիմա ես այս պահի դրությամբ հարցազրույց եմ տալիս եւ ասում եք էլի մարդիկ կան ձերբակալվածներ, ես որտեղից իմանամ ովքեր են։ Պիտի դուրս կան որ խոսեն։ Իմ հետևից էլ կան։ Ինչ ասեմ։ Իմանամ որտեղ են ուզում որ գնամ այնտեղ էլ այդքան ծախս չանեն էլի ես գնամ նեղություն չտամ։